կարգից ասեմ հետևյալը մկու հաստատություններ հայտագրումը երեխաների, այսինքն ընդունելության դիմումների ներկայացումը կարճ ասած հայտագրում տեղի ունենում նույն համակարգով, ինչը որ դպրոցների, առաջին դասարանների պարագայում էր եւ ինչը որ տեղի ունենում նաեւ ավագ դպրոցների պարագայում։ Այսինքն մենք ունենք միասնական էջ, որը կոչվում է մայ.է, միս.է, եւ այնտեղ ծնողը կարող է ստեղծել իր անհատական հաշիվը կրթության կառավարման տեղեկատվական համակարգում։ Այդ հաշիվը ունենալը հետագայում ծնողը կարող է տարբեր նպատակներով օգտագործել։ Այսինքն ինքը մեկ հաշվից կարող է ունենալ տարբեր գործիքների համար մուտք եւ այնտեղ կատարել իր գործողությունները։ Այդ հաշվում հիմա արդեն այսօր առավոտվա ժամը 9-ից բացվել է մկու հաստատություններ հայտագրման ենթահամակարգը եւ ծնողները մուտք գործելով այնտեղ կարող են իրենց երեխաներին հայտագրել իրենց համար նախընտրելի ուսումնական հաստատություն, ուսումնական ծրագիր եւ հետագայում մրցույթի ամփոփումից հետո կստանան նաեւ այդ նույն էջում պատասխան թե ինչ արդյունք ունեցան։ Ասեմ, որ համակարգը բացվել է առավոտվանից, որևէ տեխնիկական կամ ծրագրային խնդիր չենք ունեցել, ծանրաբեռնվածություն չկա, համակարգը աշխատում է անխափան եւ արդեն իսկ ունենք 500 դիմում հայտ, ինչը նախորդ տարիների համեմատ գրեթե կրկնակի կամ մի քիչ ավելի շատ է, որովհետեւ նախորդ տարիների նման առաջին օրը նման քանակի դիմումներ չենք ունեցել։ Դիմումների պարագայում ասեմ, որ ծնողների համար բավականին հեշտացվել է դիմում ներկայացնելու գործընթացը, որտեղ նախ երեխայի տվյալները ավտոմատացված համակարգով գտնվում են, ներբեռնվում են եւ ընդամենը ծնողը ընտրում է մասնագիտությունը եւ սեղմում է ուղարկել դիմում հայտը։ Այսինքն եթե նույնիսկ երեխան ունի որոշակի արտոնություններ, առավելություններ, ապա համակարգը տարբեր գերատեսչություն, ինչպես նշեց արդեն Տիկին Սլաջյանը, տարբեր գերատեսչությունների բազաներից ավտոմատացված եղանակով գտնում է այդ տվյալները եւ ներկայացնում է ծնողին։ Այնտեղ ունենք ընդամենը 1-2 փաստաթուղթ գցելու հնարավորություն, որոնք այդ բազաները դեռևս ամբողջությամբ թվայնացված չեն եւ փոխգործելիության հարթակի միջոցով դեռևս տվյալներ չեն ստացվում։ Ապագայում, երբ որ այդ բազաներն էլ ամբողջությամբ կթվայնացվեն, բնականաբար ծնողը այլևս այդ փաստաթղթերն էլ գցելու անհրաժեշտություն չի ունենա։ Այսօր համակարգը կրկին տեղերով սահմանափակումների պահ կա, թե ցանկացած քոլեջ կարող է ներկայացնել մրցույթով են արդեն ընդունվել։ Չէ, դա ընդունելության կարգի խնդիրն է, դպրոցների պարագայում կա լիցենզիայով տեղերի սահմանափակում եւ կա այդ մրցակցությունը, որ ծնողները դիմում են, տեղերը սպառվում են։ Քանի որ միջին մասնագիտական կրթական ծրագրեր կամ նախնական մասնագիտական կրթական ծրագրեր դիմելուց նման սահմանափակում չկա, այլ ընդունելությունը տեղի ունենում մրցույթային կարգով, ապա որևէ փակվելու խնդիր գոյություն չունի։ Ծնողները դիմում են եւ իմիջիայլոց տեսնում են նաեւ թե պետությունը տվյալ մասնագիտության համար որքան տեղ է հատկացրել անվճար, որքան տեղ է հատկացրել վճարովի եւ դիմորդը նաեւ կարողանում է տեսնել, թե այդ մասնագիտության համար արդեն իսկ քանի դիմում կա, բայց դա չի նշանակում, որ կսահմանափակվի, եթե օրինակ վճարովի տեղերից կամ անվճար տեղերից դիմողների քանակը ավելի լինի, որովհետեւ սահմանափակում չկա։ Իրենք դիմում են, հետո բնականաբար տեղի ունենում մրցույթի պարագայում նոր հայտարարվում է, թե ովքեր են ընդունվել կամ ովքեր չեն ընդունվել։